Բարի երեկո, սիրելի բարեկամներ, հարգանք դրես ձեզ։ Մի քանի վայրկյան տեխնիկական խնդիր կա, կարգավորենք եւ սկսենք այսօրվա մեր ուղիղ եթերը։ Սիրելի բարեկամներ, խնդրեմ ընկերներիցս արձագանքեմ, որ ձայնի խնդիր չլինի, որովհետև վերջին շրջանում որոշ տեխնիկական խնդիրներ են առաջանում կապված ձայնի հետ, եթե հնարավոր է արձագանքեք եւ սկսենք մեր այսօրվա ուղիղ եթերը։ Եթե լսվում է, սիրելի բարեկամներ, շատ լավ, շնորհակալություն, բարի երեկո, սիրելի բարեկամներ, հարգանք դրես ձեզ, ողջունում եմ ձեզանից յուրաքանչյուրին։ Այսօրվա մեր հերթական ուղիղ եթերը մեր պաշտոնական էջով եմ ես փորձում անցկացնել, կազմակերպել, կխնդրեմ հնարավորության սահմաններում տարածեք այս տեսանյութը, որովհետև իմ կարծիքով փորձելու եմ ձեզ հետ քննարկել մեր իրականության մեջ տեղ գտնող մի որոշ իրողությունների, վերջին շրջանում որոշակի էմոցիոնալ ուղիղ եթերներից հետո իմ բազմաթիվ բարեկամներ ինչ-որ առումով նաև հորդորում են ինձ հնարավորության սահմաններում զերծ մնալ էմոցիոնալ ուրեմն բնույթի եթերներից։ Ես ընդհանուր առմամբ համաձայն եմ իմ ընկերների, իմ բարեկամների հետ եւ նրանց դիտարկումներն ու դիտողությունները սիրով ընդունել եմ եւ կփորձեմ այսուհետ առավել զերծ լինել էմոցիաներից, որովհետեւ գտնում եմ, որ մենք մտնում ենք շատ կարևոր փուլ եւ այդ փուլում մեր հասարակության հետ խոսելը շրջահայաց, զուսպ, հավասարակշռված, առավել քան պահանջված եւ անհրաժեշտ է լինելու։ Սիրելի բարեկամներ, դուք գիտեք, որ երեք վարչապետ Փաշինյանը իր ղեկավարած քաղաքական ուժի հետ միասին գտնվում էր Գյումրի քաղաքում եւ ըստ էության մեկնարկ տրվեց 90 թվականի մարտ ամսի վերջին օրերին, մասնավորապես մարտի 30-ին Գյումրու ավագանու ընտրություններին, ինձ անկեղծ ասած ապշեցրեց այդ մեկնարկին վարչապետ Փաշինյանի ելույթը, որովհետև այն տոնայնությունը, այն շեշտադրումները եւ այն ընկալումները, այն ուղերձները, որոնք իր հետ բերում էր Փաշինյանը երեք, այլ բան չի մնում արձանագրելու, որ Փաշինյանը ասելիք չունի, Փաշինյանը անելիք չունի, այդ ելույթում տեղ գտած որոշ ձևակերպումները պարզապես հարիր չեն Հայաստանի Հանրապետության վարչապետին, որովհետև այդպես խոսել եւ այդ տոնայնությամբ խոսել գյումրեցիների հետ, մի քաղաք, որը մինչև առ այս պահը իր ուսերին է կրում ավելի երկրաշարժի հետևանքները, 7 տարի իշխանության լինել եւ նորից գալ խոսել Քոչարյանից, Սերժից, Միշիկից հնարավոր է մի դեպքում, երբ որ դու որպես 7 տարի Հայաստանը ղեկավարող քաղաքական ուժի առաջնորդ ասելիք եւ անելիք չունես գյումրեցիներին հաշվետվության ներկայացնելու փոխարեն դու չգիտես ինչ ասես եւ ինչպես ասես։
Եվ հիմա այստեղ սիրելի բարեկամներ ինձ համար հարց է առաջանում, որ եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի կողմից մատնանշված անձինք, ինչ էր ասելու Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը, տպավորություն է ստեղծվում, որ եթե չլինեին այս մարդիկ, ընդհանրապես որևէ զարգացման, հեռանկարի, որևէ ենթակառուցվածքի, իր կատարած աշխատանքի վերաբերյալ որևէ հաշվետվություն ասելու հիմք եւ դրա ուրեմն համար հիմք հանդիսացող որևէ նախադրյալ Փաշինյանը չէր ունենա։ Եվ ստացվում է հետեւյալը. հանեք Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից, հանեք Սերժ Սարգսյանին քաղաքական դաշտից, հանեք Միշիկին հետախուզումից կամ քաղաքական դաշտից, կտեսնեք, որ տակը Նիկոլ չկա։ Այսինքն, եւս մեկ անգամ այս մարդու գործունեությամբ հիմնավորվում է, որ նրա ամբողջ քաղաքական պայքարը կառուցված է նախկին իշխանությունների գոյության ու գործունեության վրա։ Հանեք այդ մարդկանց, Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը ասելիք ու անելիք չի ունենա, որ ասի։ Այն դեպքում, սիրելի բարեկամներ, երբ որ Շիրակի մարզը մեր ամենաստրատեգիական մարզերից մեկն է, իսկ Գյումրի քաղաքը մեր հանրապետության երկրորդ քաղաքն է, Գյումրի քաղաքի ենթակառուցվածքների զարգացման, Գյումրի քաղաքում որևէ գործարանի բացման, աշխատատեղերի ստեղծման, բազմաթիվ այլ ուղղություններում զարգացման համար 7 տարի շարունակ Հայաստանը ղեկավարած գործադիր իշխանության ղեկավարը 3 պետք է հաշվետվություն ներկայացներ մեր ժողովրդին, թե ինչ է տեղի ունեցել նախորդ 7 տարիների ընթացքում Գյումրիում եւ ինչը պետք է փոխված լիներ եւ ինչ աշխատանքներ էին կատարվել, բայց ստացվում է հետեւյալը, որ ընդամենը այս քաղաքական թիմը զբաղված է մեր հանրության ուղեղները լվանալով որպես միջոց, որպես գործիք օգտագործելով նախորդ իշխանություններին։ Ինձ համար ուղղակի առանձնացրել եմ մի քանի բառ եւ ես կուզենայի, որ այդ մի քանի միտքը ձեզ հետ փորձենք այսօր կիսվել հնարավորինս սեղմ ձևով, սիրելի բարեկամներ։ Այսօր իր Facebook-յան էջում հրապարակելով որոշակի գրառումներ Փաշինյանը ինչ է ասում։ Ասում է հղում տալով նախորդ իշխանություններին եւ նրանց նկատի ունենալով ասում է, որ նրանց հələ պետք է պարզել, ասում է, թե ձեզ իշխանության բերողներն ինչի համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում, այ ընտրակեղծարար ու զոր պատորներ։ Թվում է, թե ենթատեքստը հասկանալի է, մնում է պարզել, ստանալ մի շատ պարզ մատչելի հարցերի պատասխաններ։ Այդ ընտրակեղծարարներին ով պետք է պատժեր, այդ ուզուրպատորներին ով պետք է պատժեր։ Եթե ձեր ասացի ենթատեքստը պարզ է, որ այդ անձանց չգիտես ով է բերել Հայաստանում Հանրապետությունում իշխանության, հարց է առաջանում, պարոն Փաշինյան, իսկ նրանց ով է պահում Հայաստանում որպես ընդդիմություն, ով է նրանց բերել առաջին պլան, ով է նրանց կենսունակությունը ապահովել եւ ապահովում, ով է նրանց լեգիտիմացնում, ով է նրանց մաքրում, այս սրա հարցերի պատասխանել կարծեմ դուք պետք է տաք։ Հետևաբար Փաշինյանը նաեւ այսպիսի մի ձևակերպում է անում, որ վերջերս կիսամաշած, ասում է, ուժերի կողմից ենթադրաբար նկատի ունի երկրորդ եւ երրորդ նախագահների ճամբարներին, ասում է, մեկը մյուսի մեջ կռիվ է ընկել, թե ով է ում իշխանության բերել եւ ասում է, որ իրեն իշխանության է բերել ժողովուրդը։ Շատ լավ, դիցուք, դուք ճիշտ եք, ձեզ իշխանությանը բերել ժողովուրդը։ Դե դեպքում հարց է առաջանում, ժողովուրդը ձեր առաջ այսպիսի ծրագիր իրականացնելու խնդիր էր դրել, այսպիսի մանդատ էր դրել ձեր առջև, որ դուք այս քաղաքականությունը պետք է վարեիք։ Կարծեմ ժողովուրդը ձեր առաջ բոլորովին այլ ուրիշ խնդիրներ էր դրել, ուրիշ ակնկալիքներ ուներ, ուրիշ սպասելիքներ ուներ ժողովուրդը, եւ ժողովուրդը ցանկանում էր, որ դուք կատարեիք ժողովրդին տված խոստումը։ Եվ հիմա հաշվետվություն ներկայացնելու փոխարեն, թե դուք ինչ եք արել ձեր նախորդ 27 տարիների ընթացքում, դուք ընդամենը զբաղված եք հերթական անգամ նախկինների ֆոնի վրա, նախկինների վարկաբեկվածության ֆոնի վրա երևալ որպես ուժեղ ու դուխով վարչապետ։ Հետևաբար 7 տարի ձախողես հնարավոր ամեն ինչ, հիմա գաս նորից խոսես Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից ու Միշիկից, իսկապես ամոթ է, Նիկոլ, իսկապես ամոթ է այս աստիճանի հիմարի տեղ դնել մեր ժողովրդին։ 7 տարի իշխանության լինես
ու մինչև հիմա խոսես նախկիներից թալանը վերադարձնելու մասին։ Ժողովուրդ ջան, անկեղծ եմ ասում, որքան կարելի է հանդուրժել մեզ հիմարացնելու այս գործընթացը։ Այս մարդիկ անգործունակ ու անկարողունակ մարդիկ են։ 7 տարին բավարար էր, բավական էր, որ մեր փոքրիկ երկրում, Գյումրիում հատկապես իրականացվեին այնպիսի շեշտակի, շրջադարձային ու բեկումնային փոփոխություններ, որոնք էապես ու արմատապես կփոխեին գյումրեցիների կյանքը, Գյումրի քաղաքի կյանքը։ Եվ այդ 7 տարվա աշխատանքի արդյունքում այսօր բոլորովին ուրիշ քաղաքական ներկա պնակ կլիներ, բոլորովին ուրիշ մրցակիցներ կլինեին, բոլորովին ուրիշ խաղացողներ կլինեին քաղաքական դաշտում։ Եվ եթե դուք այսօր եկել եք 7 տարի անց խոսում եք, որ կրկին ընտրապայքարի մեջ եք մտել ձեր բառերով նկարագրած սուբյեկտների հետ, դա նրանց հաջողությունը չէ, Նիկոլ, դա ձեր խայտառակ պարտությունն է, խայտառակ, ինչպես ուզում եք գնահատեք, ինչպես ուզում եք վերլուծեք, ինչպես ուզում եք ընդունեք իմ ասածը, 7 տարի ձախողել ես ու հիմա նորից խոսում ես 2018 թվականի տոնայնությամբ, լեքսիկոնով, շեշտադրումներով, ակնկալելով, որ մեր հասարակությունը կրկին անգամ հավատալու է ձեզ, ես հեռու եմ այն մտքից, որ հասարակությունը այլևս նման ռեսուրս ունի ձեզ հավատալու։ Սիրելի բարեկամներ, իշխանությանը սպառմանը զուգընթաց կենսական անհրաժեշտություն է, որակապես մի քանի գլուխ բարձր պատրաստված քաղաքական վերնախավի ձևավորման անհրաժեշտություն եւ այլընտրանքային քաղաքական ծրագրի ներկայացումը։ Ես խորապես համոզված եմ, որ այդպիսի ծրագրի ներկայացումը ժամանակի հարց է։ Մեզանից նաև մեր հասարակությունը պահանջում է ներկայացնել կոնկրետ ծրագրեր քննադատելու հետ զուգահեռ։ Հարգելի բարեկամներ, հանգիստ եղեք։ Այդ ծրագիրը կներկայացվի ճիշտ ժամանակին։ Կոնկրետ մեր կուսակցության դեպքում, մեր կուսակցության առանցքում հայ մարդն է, իր խնդիրներով, իր հոգսերով, մեր կուսակցության առանցքում Հայաստանի Հանրապետությունն է, մեր հենման կետը միջին խավն է։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը միջին խավի ձևավորում այլընտրանք չունի, որ մենք պետք է ստեղծենք նպաստավոր պայմաններ, որ յուրաքանչյուր կարողունակ ձեռնարկատեր ի վիճակի լինի սեփական միջոցներով սեփական ընտանիքի բարեկեցությանը աստիճանը բարձրացնելուն զուգահեռ նպաստի Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Ես խորապես համոզված եմ, քանի դեռ հասարակությունը մեր հասարակության միջուկը չի դարձել միջին խավը, մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ։ Դեպար այս առումով, սիրելի բարեկամներ, ես քիչ անց կանդրադառնամ միջին խավի մասին, բայց կուզենայի այս ֆոնի վրա, այս նախկիների ֆոնի վրա, այս գործող իշխանության գործունեության ֆոնի վրա մեկ ուշագրավ հանգամանքի մասին ձեր ուշադրությունը հրավիրել, սիրելի բարեկամներ։ Երեկ կամ առաջի օրը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը, իսկ ավելի պարզ նրա շուրթերով խոսում էր հենց Ալիևը, Հայաստանից պահանջեց հերթական ավարը խաղաղության պայմանագիր կնքելու դիմաց, այսինքն հերթական պահանջը ներկայացվեց Հայաստանի Հանրապետությանը եւ որն էր այդ պահանջը։ Այդ պահանջը հետեւյալն էր, ձևակերպումն էլ առավել քան ցինիկ, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի Հայաստանում թաքնվող ռազմական հանցագործներին, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց, ես չգիտեմ ձեզանից ովքեր են ծանոթ, բայց Բաքվում այսօր ընթացող շինծու դատավարության ընթացքում այդ առաջադրված անհիմն անհետետ մեղադրանքները առաջադրվել են նաև ոչ միայն այս պահին Բաքվում ընթացող դատավարության որպես ամբաստանյալ մեղադրյալ ներգրաված անձինք, այլև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, լուսահոգի Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը, մի քանի այլ գեներալներ, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, եւ ըստ էության ես խորապես համոզված եմ, որ սա վկայում է մեկ անգամ եւս այն բանի մասին, ինչի մասին մենք խոսում ենք ամիսներ շարունակ կամ գուցե տարիներ շարունակ։ Ես
ի սկզբանե կասկածի տակ եմ դրել եւ թերահավատ եմ եղել Ադրբեջանի հետ ներկայիս վարչակազմի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը, ընդգծելով, որ Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ կնքել արժանապատիվ, տևական ու կանոն խաղաղություն։ Ադրբեջանի հիմնական նպատակն է մինչև վերջ ստորացնել, չոքացնել Հայաստանի Հանրապետությանը եւ ըստ էության թքել մեր ազգային արժանապատվության վրա։ Եվ հետեւաբար ամեն օր նոր պահանջ ներկայացնելով, սիրելի բարեկամներ, նրանք Հայաստանի վզին փաթաթված պարանը ավելի են սեղմում, փորձելով մեզ վերջնականապես ստորացնել ու նվաստացնել մեր ազգային արժանապատվությունը։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Ալիևի հերթական պահանջը վերաբերում էր, ինչպես ասեցի, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Բաբայանին եւ մի քանի այլ գեներալների, որոնց անունները հիշատակվում են, ինչպես ասեցի, Բաքվում ընթացող շինծու դատավարության ժամանակ։ Թողենք այն հանգամանքը, որ այդ անձինք հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության ուժով Հայաստանի Հանրապետության որևէ իշխանավոր չի կարող իր քաղաքացուն հանձնել այլ պետությանը, առավել ևս Ադրբեջանին, առավել ևս նշված անձանց։ Այս առումով ես կարծում եմ, այնուամենայնիվ չէր կարելի թույլ տալ, որ Ադրբեջանի նախագահը այս աստիճան լկտի ու սանձարձակ խոսեր մեզ հետ։ Նույնիսկ պարտությունը պետք էր կրել ու տանել արժանավայել պատվաբեր ձևով թույլ չտալ, որ Ադրբեջանը այս աստիճան լկտի անար։ Եվ սիրելի բարեկամներ, այս համատեքստում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա։ Բոլորը գիտեն իմ վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բոլորը գիտեն իմ վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ, այլ որոշ անձանց նկատմամբ։ Շատ մարդիկ գիտեն, որ ես իրենց հազար ու մի հարցերում մեղադրում եմ մեր պետությունը այս օրին հասցնելու համար, բայց թույլ տալ, որ Ադրբեջանի նախագահը կամ նրա շուրթերով նրա օգնականը խոսի այս աստիճան լկտի ու սանձարձակ, ես չեմ պատկերացնում, որովհետև նրանք իմ աչքի լույսը չեն, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բայց նրանց անվանել պատերազմի հանցագործներ, դա նշանակում է թքել Արցախյան շարժման վրա, դա նշանակում է թքել հայ ժողովրդի պատմության վրա, դա նշանակում է թքել մեր ժողովրդի նախորդ 30-ամյա կենսագրության վրա, անցած ճանապարհի վրա, մեր հաղթանակի վրա, մեր հազարավոր զոհերի հիշատակը պղծել։ Չի կարելի թույլ տալ, կրկնում եմ, չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը այս աստիճան լկտիանա ու սանձարձակ դառնա։ Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը վերջնականապես ստորացնի մեր ազգային արժանապատվությունը։ Չի կարելի թույլ տալ, խնդրում եմ ուշադիր լսեք, չի կարելի թույլ տալ, որ Ալիևը ներհայաստանյան օրակարգ գեներացնի ու փորձի ստորացնել մեզանից յուրաքանչյուրին, օրակարգ ձևավորի ու թելադրի։ Չի կարելի թույլ տալ, որ նրանք փորձեն նենգափոխել ու սրբագրել Արցախյան հիմնախնդրի էությունն ու պատմությունը։ Չի կարելի թույլ տալ, որ նրանք իրենց ոտքերը մաքրեն մեզ վրա, չի կարելի ու վերջ։ Եվ այս համատեքստում կրկնում եմ, սիրելի բարեկամներ, անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրը ինչպիսի վերաբերմունք կունենա եւ ունի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մնացած այլ անձանց վրա, որոնց այսօր պահանջում է Բաքուն, Ալիևը, պետք է հասկանալ մի բան։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հանգի այն գիտակցությանը, որ նրանցից յուրաքանչյուրի հակած կոշիկը չպետք է փոխել Ալիևից եւ նրա քաղաքական թիմի կոռումպացված ու արյան մեջ թաթախված Ալիևի հետ, սիրելի բարեկամներ։ Ես իմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտքն եմ համարում այս մասին ուղղակիորեն կիսվել ձեզ հետ։ Սիրելի բարեկամներ, մեր հայրենիքին ստեղծված իրավիճակը չափից դուրս բարդ է։ Քաղաքական դաշտը ամայացված է։ Քաղաքական ուժերը հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով հեղինակազրկվել են։ Քաղաքական դաշտի ամայացումը Նիկոլ Փաշինյանի իշխանության մեծագույն ձեռքբերումներից մեկն է։ Այս մարդիկ առաջնորդվում են մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ կամ մենք ենք, կամ ոչ ոք չի լինելու սկզբունքով։ Մենք պետք է կարողանանք ճիշտ եզրահանգումներ կատարել,
Փաշինյանն ասում է ինձ բերել է ժողովուրդը, ես նրա տեղապահն եմ եւ երբ ժողովուրդը որոշի, ես կհեռանամ։ Ես համաձայն եմ այդ տեսակետի հետ, որ իրեն պետք է հեռացնի մեր ժողովուրդը։ Եվ այս առումով, սիրելի ժողովուրդ, ինքներդ դուք պետք է գնահատեք, արդյոք գոհ եք Փաշինյանի կառավարման ժամանակահատվածից կամ կառավարման արդյունավետությունից, ինչ է տվել այս իշխանությունը Հայաստանի հասարակությանը, ինչ է տալիս մեզ, ինչու են նրանք հավակնում հավերժացնել իրենց իշխանությունը, ինչու նրանք չանսացին մեր ժողովրդին, սպասելիքներին ու ակնկալիքներին, ինչ է կատարվում Ադրբեջանի հետ հարաբերությունների գործընթացում, ինչու է դադարեցվել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը։ Այսօր ես մի տեղեկատվության ծանոթացա, որ հիմա փորձեմ ձեր ուշադրությունը հրավիրել, սիրելի բարեկամներ։ Պատկերացնում եք 2022 թվականին Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է նախորդ տարիների կատարված խաղադրույքների վիճակագրական աճը եւ պարզվում է Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականին ուրեմն խաղարկվել է 5.8 տրիլիոն դրամ կամ 14.4 միլիարդ դոլար, 2023 թվականին 6.3 տրիլիոն դրամ կամ 15.6 միլիարդ դոլար, իսկ անցած տարի արդեն 2024 թվականին 7.2 տրիլիոն դրամ կամ 18.2 միլիարդ դոլար։ Դուք պատկերացնում եք, թե ինչ թվի հետ մենք գործ ունենք։ Դուք պատկերացնում եք այս իշխանության գործունեության արդյունքում քանի հազար մարդ է ներքաշվել խաղամոլության մեջ, ըստ հրապարակված ոչ պաշտոնական տվյալների, շուրջ 200,000 քաղաքացի ներքաշված է խաղամոլության մեջ։ Սա տագնապ է, սա աղետ է։ Սա աղետ է եւ սրա դեմը առնելու